Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Անտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպության համանախագահ պարոն Գագիկ Սարուխանյանի հետ։ Ողջույն, պարոն Սարուխանյան։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը։ Պարոն Սարուխանյան, ամբողջ աշխարհը կարծում եմ հետևում էր երեկվա հանդիպմանը Միացյալ Նահանգների նախագահի հատուկ ներկայացուցիչի եւ Պուտինի։ Իհարկե հայաստանյան մեր օրակարգը մենք անպայման այսօր կդիտարկենք, քննարկելու շատ բաներ կան, բայց սկսենք այնուամենայնիվ այդ արդյունքներից հանդիպման, քանի որ բոլորս գիտենք, չկրկնվեմ, Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի արդյունքներից շատ բան է կախված, նաև մեզ Մութ Հայաստանում, եթե համաձայնենք։ Եվ այսպես կարծես թե Միացյալ Նահանգների այդ հատուկ ներկայացուցիչը բանագնացը ձեռնունայն վերադարձավ։ Այդպիսի տպավորություններ, ոնց որ թե Պուտինը նրանց բոլորին այսպես շրջեց եւ ասեց գնացեք կոնկրետ ուղղությամբ։ Այո թե ոչ։ Շնորհակալություն հարցի համար, շատ կարևոր հարց եք բարձրացնում, որպեսզի մի անգամ եւս մեր կազմակերպությունը հնարավորություն ունենա իր տեսակետը արտահայտի դրա վերաբերել։ Ինչ վերաբերում է նրան, որ Պուտինը շրջեց եւ բոլորին ուղարկեց համապատասխան, ասենք ուղղությամբ, մենք դրա մասին շուտվանից ենք ասել, որ Պուտինը հետ չի կայնելու իր որոշումներից։ Ես ձեզ հիշեցնեմ, գիտեք ինչ կա, կարևորագույն բաները կատարվում են այսպես աննկատ, կարծես թե աննկատ։ Բայց երբ որ Պուտինը ասեց, ում է պետք այն աշխարհը, որ դե չի լինելու Ռուսաստանը, դրանով իսկ ամեն ինչ ասեց։ Երբ որ Պուտինը ասեց այն երեխայի պատասխանելով նրա բերնով հնչեցրած հարցը, թե որտեղ է վերջանում Ռուսաստանը, նա ասեց, Ռուսաստանը սահմաններ չունի։ Եվ դա արդեն իսկ պետք է աշխարհի համար ահազանգ լիներ, նա հենց այնց ուղղակի բան չասեց։ Եթե դա ասեր ինչ-որ մի հատ բլոգեր, կարող էին ասել, թե ցնդաբանությունն է, խոսում է, բայց երբ ասում է Ռուսաստանի նման ատոմային գերտերությունը, պետք է դրա արդեն հենց այդ պայծը սկսեին չնայած նորմալ երկրների համար էլ ավելի շուտ էր ահազանգերը, որ հայտնվել է աշխարհում մի երկիր, այն էլ ատոմային տերություն, որը թքած ունի ցանկացած իրավական process-ների վրա, որը ասում է, ես այս մոլորակում ինչ ուզելու եմ, դա էլ անեմ։ Այն ինչ որ դուք գրել եք երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծել եք ՄԱԿ, հետո պետությունների իրար մի շուտ բաներ են որոշել, թե ոնց վարվել, ինչան, իմ համար նշանակություն չունի։ Ես անելու եմ այն ինչ ուզում եմ, այսինքն այդ պահից պետք է հասկանային, և այդ պահը հենց Արցախի հարցն էր, երբ որ մենք ասում ենք երրորդ համաշխարհային պատերազմը սկսվեց Արցախից, մարդիկ ասում են, ոնց է, թե մասնավոր հարց էր, ոչ մասնավոր հարց չէր, որովհետև Պուտինը, երբ որ Արցախյան հարցը լուծեց իր ուզած ձևով, ասում ես սենց եմ ուզում, ինչ Դե Մինսկի խմբի համանախագահություն, Ամերիկա, Ֆրանսիա, Ռուսիա, սենց եմ ուզում, սենց էլ լինելու է։ Էրդողան, լսի, դու ինչով կարաս օգնես մեր զավակին, Ալիևին, օգնի, Ալիև արի թե բան եմ ասում, հարձակվի խփի ջարդի բնակչությանն էլ, ինչպես 1915 թվականին, կարտահանես։ Դե նենց տպավորության ասում որ ոչ Էրդողանին, ոչ Ալիևին դա պետք չէր, հենց Պուտինը ասեց, եկեք ինձ արեք։ Չէ։ Սենց մի բան կա, նրանք համահանցակիցներ են, բայց այդ պուլտերը գտնվում է Պուտինի ձեռը։ Դե անող էին, թող շուտ անեին։ Դե թող շուտ անեին, երբ որ Պուտինը այդ հրանքը դեռ չէր տվել բանին, Ալիևին։ Դե թող շուտ անեին այդ նույն բանը, չէին կարող։ Մենք շատ լավ գիտենք, որ ասենք Էրդողանը քանի անգամ ուզեցել, ասենք Հայաստանի հարցը լուծի այլ կերպ Եվ ովքեր են խանգարել դրա համար։ Պարոն Սարուխանյան, այդ ամենը նույն Եվրոպան, որը այսօր այսքան ակտիվ է եւ Ռուսաստանը այդքան հետ է մղում Եվրոպային, նույն Միացյալ Նահանգները, չգիտեին, չէին հասկացել այդ 20 թվականի իրադարձության նշանակությունը։ Ես հասկացա, ինչ եք ասում։ Նրանք ուղղակի իրենց յուղի մեջ այնքան էին տապակվել, որ ասենց գիտեք ինչ կա հարուստ մարդը մի քիչ դժվար է տեղից շարժվում էլի։
Իրանք թվում է թե չէ դե ինչ պետք է անի, մեկ երկու բանը, այն ռուսական ավոս, որ ասում են, չէ, հալբատ sense կլի, չէ, դա փոխանցվել է արդեն այդ հարուստներին, բարեկեցիկ կյանքով ապրողներին։ Իրանց թվում էր, որ գիտեք ինչ կային արաբական աշխարհի փախստական են, որ բերենք, լսենք դե ինտեգրվեն էլի մի 15-20 տարի որ ապրեն, ոնց պետք է մարդը չփոխվի։ Այս ստացվա որ արդեն 50 տարուց, 60 տարուց ավել 80 ապրում են, արդեն ընդ ծնվում են այդ բաները, բայց չեն փոխվում։ Չեն փոխվում։ Նայեք, Փարիզի շուրջ ինչ է կատարում, ամբողջ Փարիզի մեծակայքները իսլամականացվել է արդեն։ Այսինքն ու չեն փոխվում, իրանց արք ու բարքով են եկել, ու այդ արք ու բարքը չեն փոխում, իրանք չեն եվրոպական, մարդ չեն դառնում։ Լավ, դուք ընդհանուր Եվրոպան եք վերցնում, բայց դուք կոչեցիք պատերազմը, ճիշտ է։ Դուք ասեցիք Ռուսաստանն էր սկսել ուկրաինական պատերազմը 2020 թվականին Արցախում եւ մենք դա հիմա հասկանում ենք։ Իմ հարցն էր, նույն Ֆրանսիան եւ Միացյալ Նահանգները, որ նախագահ էին, նախագահության մեջ էին, Յակոմինսկի։ Դա չէին տեսնում, որ դա բերելու է այսօրվա օրվան, երբ որ նրանք փաստի առաջ են կանգնած եւ կարծես կարելի ասել փակուղու։ Ես կհարցնեմ փակուղու թե ոչ, այդ հարցս առաջի սկիզբից հարցս դա էր, արդյունքը այսօրվա գիշերվա հանդիպման դա փակուղի էր, Պուտինը նրանց փակուղու առաջ դրեց, դուրը փակեց նրանց առաջ։ Պուտինը արդեն մատչելի լեզվով բացատրեց, արա, ես սենց եմ ասել, սենց էլ լինելու է։ Նրանք վերադառնանք այդ հարցին, նրանք 2020 թվականին դեռ չէին գիտակցում դրա հետևանքները։ Չգիտեմ, գուցե ասենք կուլուարների հետևում գիտակցում էին։ Հենց դրա համար էլ պայմանավորված էր, գուցե եւ ասենք Տրամպի այդպես մեղ մոտեցումը, հա, Վալուջան, որ Վալուջա դու այսպես տղա ես, դու լավ տղա ես։ Զելենսկի խելոք մնա, ինչի գալստուկ չես հագե կամ կոստյում չես։ Գուցե հենց դրանով էր պայմանավորված էր, որ մեղմեն Պուտինին ու ասենք համաշխարհային լուրջ, ասենք արդեն բախման չտանեն։ Հիմա ես այո, հիմա տեսեք, եթե կա այսօր Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Տրամպ, որը կարող է ասենք դատավորի դերում կենտրոնում կայնի սրանսացտի կամ նրան ընդունենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները լիարժեք արդեն կողմ ընդունում եւ մտնում այդ հակամարտության մեջ։ Ով է սաստելու։ Կա մի ուժ, դա արդեն մնում է միայն տեզերքը։ Հա մտնեն ու ասեն կհլը կանգ առեք։ Այսինքն Տրամպի նման պահվածքը ժամանակին տեսնում էին, ուղղակի միտված էր հենց դրա համար, որ այնուամենայնիվ անեն ամեն ինչ որպեսզի սաստեն, բայց ոչ, նա խելագար է, Պուտինը հոգեպես անհավասարակշիռ կամ ասենք իր ամբիցիաները այն աստիճանի բարդ, ու գիտեք ինչ, ինքը գիտակցում է, որ եթե պատերազմով չլուծի, ապա Ռուսաստանը իսկապես փլուզվում է։ Գիտեք ինչ, ես կկոչեմ BBC ուրեմն լրագրողներից մեկին, դե բոլորը հիմա գրում են, վերլուծում են, թե ինչ եղավ այնուամենայնիվ երեկվա այդ հանդիպման արդյունքներն են փորձում հասկանալ, քանի որ երկու կողմերը պայմանավորվել են ինֆորմացիա չտրամադրել մամուլին եւ դուրս չբերել ինֆորմացիան։ Եվ այս BBC լրագրողը հոդվածագիրը գրում է հնարավոր է Վիտկոֆի եւ Կուշների Մոսկվա կատարած այցի արդյունքներից մեկը կլինի այն գիտակցումը, որ Սպիտակ տունը մինչ այժմ սխալ է հասկացել Կրեմլի նպատակներն ու առաջարկությունները։ Այսինքն մինչ այժմ Միացյալ Նահանգները սխալ են ընդհանրապես հասկացել Պուտինին, ոչ միայն այս ուկրաինական հարցում, այլ նաև այդ իմ հարցն էր, գուցե 2020 թվականից եւ դրանից ավելի վաղ սկսած ժամանակահատվածից նրանք Պուտինի ծրագրերը մինչ այժմ չեն էլ հասկացել, չեն կարողացել կարդալ։ Լավ, հիմա տեսեք, այդ նույն հարցադրումը կարելի է երկու տարբեր բևեռներից նայել։ Ասեք, եկեք երկու կողմից նայենք։ Հիմա տեսեք, մեկը կասի, այ ճիշտ է, դե ճիշտ է, բանը Պուտինը շատ նորմալ մարդ է, այո, ինքը պատրաստ է, այսինքն դուրս գալ Ուկրաինայից, ինքը պատրաստ է նման ագրեսիվ ձևով չբան, եւ մյուս բևեռից նայել, համը Պուտինը այդ չի ուզում, Պուտինը ամբողջ Ուկրաինան է ուզում, մեկ, եւ ոչ միայն Ուկրաինան, ուղղակի Ուկրաինան այդ իր ուզած միավորների մեջ ամենախոշորն էր, սենց ասենք, սկզբից խոշորի այդ հարցը լուծի, մնացած հետո մանրները կլուծի էլի, արդեն սկսել են խոսալ
Ֆինլանդիայի մասին, այո, Ֆինլանդիան երբևիցե ռուսական սապոգը եղել է Ֆինլանդիայում, ինչու՞ չէ։ Լեհաստանում ա եղել ռուսական սապոգը, իսկ մարդիկ պարզ հայտարարում են, որտեղ ռուսական սապոգ երբևիցե գոնե 1 վայրկյանով եղել է, դա Ռուսաստանն է։ Մարդիկ պարզ ասում են, մարդիկ ասում են Վլադիվոստոկից մինչև Պորտուգալիա, Լիսաբոն, մարդիկ նշում են, ոնց ասեն։ Այսինքն նպատակները դուք կարծում եք Պուտինը։ Վերջ Պուտինը այլ տարբերակ չունի։ Պուտինը ինքը տեսնում է, որ իր ժողովուրդը, իր ազգը, իր կոռումպացված այս մեծ տարածքում եղած այս 145 միլիոն են ասում, բայց կարծում եմ այդքան չկան։ Այդ ժողովուրդը արդեն ի վիճակի չի պետություն պահելու, ոչ թե միայն կայսրություն, այլ առհասարակ պետություն, որտեղ իրանք այնքան են այդ ցեխի մեջ շաղվել, անբարոյականության, կոռուպցիայի, թալանի, այսինքն իրանք ի վիճակի չեն աշխատելու, իրանք ի վիճակի չեն նորմալ փոխհարաբերություններ ստեղծեն աշխատանքային, թե իրանց երկրի ներսում մարդիկ իրար մեջ, թե առհասարակ այլ երկրներ։ Բայց Պուտինը չէ, որ իրեն շատ ուժեղ է զգում, երեկվա։ Ահա, եւ իր միակ ճարը, հենց այդ դրա համար եմ ասում, միակ փրկության ճարը հենց նման կեցված կընդունել, ատոմային մահակը վերցնել եւ ասել բոլորդ պետք է աշխատեք իմ համար։ Ես եմ մոլորակի տերնուտի, ուրիշ ճար չունի, այլապես Ռուսաստանը քայքայում է։ Քայքա ուղղակի փլուզում է։ Մարդիկ ասում են, այ դու պետություն ես, հա քո համար, գնա քո համար ապրի։ Չենք ուզում ես զանավեսը քաշել ենք երկաթյա։ Գնացը չի ասում, չի կարա, չի ինքը չի կարանալու։ Սա է մի քիչ ավելի խորքային ասել։ Եվ դրա համար գուցե եւ արևմուտքի կողմից ժամանակին այս նրբությունների վրա ուշադրություն չդարձնելու հանգամանք էր, որ ես հասավսը, բայց ես հակված եմ մտածել այնպես, որ գուցե հենց արևմուտքը հենց իմանում էր, թե ինչ է, եւ դրա համար մշտապես մեղմում էր Պուտինի հայտարարությունները, Պուտինի քայլերը, որպեսզի ասենք մի քանի տարի էլ, հա, երկարաձգեն մոլորակի այս վիճակը գոնե փխրուն, բայց գոնե կայուն։ Մաշելով Ռուսաստանը, այսինքն։ Նաև դա, մաշելով չէ։ Նպատակը պետք է ասեք։ Նպատակը այն է, որ այդ բախումը տեղի չունենա։ Հա, բախումն են հետաձգում։ Այո, բախումը տեղի չունենա։ Չէ, բախումը տեղի չունենա, թե բախումը հետաձգվի։ Հետաձգելով գուցե եւ հետագայում հնարավորելի անհնարին դարձնել բախումը։ Հիմա տեսեք, իրանք տեսնում են այդիսը։ Ռուսները պարզ ասեմ, ռուսական կայսրությունը անբան են, այսօր այն աստիճանի անբան, որ իրանք մնացել են առանց ուկրաինական ինժեներական մտքի, առանց հայկական գիտական մտքի, հա, չկա, առանց աշխատուժի, միջին շերտի, ասենք, գիտականորեն աշխատողների։ Ես ի նկատի չունեմ Միջին Ասիայից գնացած, այսինքն այն բանվորները, որ փողոցներն են ավլում։ Վերջ ինքը արդեն սպառվել է, չի կարողանում։ Դա փաստ է, դա ես չեմ ուզում, գիտեք ինչ կա, հիմա կարող է մտածեն, ասեն այս մի ամբողջ 140 միլիոնանոց երկրի ազգի մասին նման վատ արտահայտվում է, այո, դա այդպես է։ Դա այդպես է, մենք հստակ կարող ենք ասել, չէ, այս ազգը թամբալ ազգ է, այս աշխատող ազգ է, այս ազգը, ասենք, ընդառաջ գնացող է, այս ազգը մի բան է, Պուտինի պլանները այլ բան է, ճիշտ է։ Չէ, մի բան ասել։ Այո, կարելի է տարանջատել, բայց երբ որ տարիներ շարունակ Լենինը, Ստալինը, Խրուշչովը, մնացածները, հիմա Պուտինը, բոլորը սերմանել են այդ բիոմասայի մեջ, որ դուք եք որ կաք, այսօր նայում ես, կարող ասենք մի հատ ալկոգոլիկ, բայց ինքը ռուս է, այնպես խոսա, այսինքն մի հատ պրոֆեսորի հետ, որովհետև նա ռուս չի, որ ասել դու ասե մենք ռուսները, իրանք արդեն դարձրել են այդ բիոմասային այդ աստիճանի, եւ մատերի վրա հաշվածներն են, որ կարողանում են այդ մասսայական էյֆորիայի մեջից հստակ տրամաբանել եւ ասենք հասկանալ ինչա կատարում։ Ասում եք ազգն է ծնել Պուտինին, հա? Դա է Պուտինն էլ այդ ազգին պահում է հենց այդ վիճակում։
Տեսակետ է, լուծումը ինչպես եք տեսնում, որովհետև հիմա մենք գալու ենք մեր տարածաշրջան եւ տեսնենք եվրոպացիները ինչպես ակտիվ փորձում են գործել այստեղ։ Լուծումը հետեւյալն է։ Ինչպես ես ասացի, որ փորձեր են լինում, որ հետաձգեն այդ բախումը կամ իջիկս դարձնեն հետագայում հնարավոր լինի։ Բայց ընթացքը մենք տեսնում ենք վաղ թե ուշ այդ բախումը լինելու է։ Որովհետև մենք տեսնում ենք ոչ թե միայն մեր վերլուծություններով, այլ նաև այլ երկրների վերլուծականներով եւ իրանց իշխանությունների ռետորիկայից, որ նրանց առաջադեմ մարդիկ են տեսնում, որ բախում անհնար է։ Բախում, եթե կարելի է ասեք պատերազմը ում եւ ում միջև։ Ուրեմն քաղաքակիրթ աշխարհի եւ բռնատիրական ռեժիմների։ Ռեժիմների, այո։ Ես մի անգամ ձեր ստուդիայում այդ համեմատությունը բերել եմ։ Տեսեք, ժամանակին, երբ որ կար սոցլագեր, դա ասենք գաղափարական իշխող մի հատ լագեր էր։ Գուցե եւ այդ լագերում հայտնված այս կամ այն պետությունը մեկին ստիպողական են տարել, մեկը մեջից ածել է, որ sense պետք է գնա, մեկին բռնազավթել է, ինչ կապ չունի։ Գոյությունն է սոցիալիստական լագեր։ Եվ դրա դիմաց ստեղծվել էր հենց ՆԱՏՕ-ն։ Որ ախպեր սոցլագերը դա կործանարար լագեր է, որը ճիշտ է, այսօր շատ մարդիկ կան, որոնք հիշում են 70-ականների վերջի, ասենք, մի քանի տարի, որ լավ են ապրել եւ խանութում գնում էին, ասենք, ինչ պետք էր առնում են եւ կարողանում էին գնային Սոչի, բայց իրանք մոռանում են, որ այդ լագերը ծնել է գուլագներ եւ 100 միլիոն մարդկանց կյանք է խլել։ Այսինքն դա իրանք անտեսում են։ Ընդ որում շատերով գովում են այդ սովետը, իր պապերն են դրանց զոհերի մեջ եղել։ Այդ աստիճանի, ասենք, միտքը կարճ է։ Իսկ արևմուտքը մտածում ապիջը, սա հանցավոր լագեր է, սա վերջո բերելու է մի հատ կատաստրոֆայի, որը բերում է։ Եվ դրա դիմաց ստեղծել են հենց ՆԱՏՕ-ն, չէին ասում, լավ, ճնշենք իրանց, բայց գոնե այդ ցեցը չտարածվի դեպի արևմուտք։ Պաշտպանվում էին մարդիկ։ Մտածելով, որ լավ կգա ժամանակ ինք իրանք փլուզի, որտեղ հաշվարկել էին, որ չի կարա տնտեսությունը նման տնտեսությունով, ասենք, եւ դա ապացուցվեց։ Այսինքն սովետական տնտեսությունն ինքը իրան փլուզվեց։ Ոչ մեկ իրան ոչ մի բան չարեց։ Ոչ մեկ դրոններով իրանց գործարանները չտրակցրեց։ Ոչ մեկ ոչ մի բան չարեցին։ Ինքը իրան փլուզվեց, որովհետեւ մարդիկ տեսնում են, որ դա գործարանարար համակարգ է։ Եվ այսօր նայեք, դա տրամաբանական էր, ինչի համար այդ օրինակը բերեց, որ տրամաբանական երկու տարբեր լագերներ կան։ Այսօր լագերները ինչ հոգեբանության վրա են ստեղծվում։ Այդ բռնատիրական ռեժիմների հոգեբանության վրա։ Որ տեսեք, Թուրքիա, Ադրբեջան եւ Հյուսիսային Կորեա կրոնով են մեկ։ Իրանց պետական կառուցվածքով են մեկ, ոչ։ Չինաստանը ինչ ընդհանուր բան են, ոչ մի բան։ Լավ, Միջին Ասիայի երկրների հետ ինչ որտեղ էլի կհասկանանք, որ Թուրանի, ասենք մի քանի երկիր իր այդ բանով են, բայց չէ որ իրանց միասնությունը միայն Թուրանի, ասենք, գաղափարի շուրջ չի, Ռուսաստանի հետ ինչ ընդհանուր բանն են, Պակիստանը ուր, Ռուսաստանը ուր, Հյուսիսային Կորեան ուր, եւ տեսեք, Վենեսուելան ուր։ Տեսեք, մենք Մադուրոին, դες ամերիկացիք ասում են Մադուրոին պիտի վերացնենք, որովհետև հստակ ասեց Տրամպը, ասեց Մադուրո, դու մեղավոր ես, անձամբ դու եւ քո կառավարությունը։ Տարեկան 300,000 ամերիկացու զոհերի մեջ, որովհետև ձեր նարկոտիկներն են տարածվում Ամերիկայում եւ միայն ձեր գուցե տարեկան շատ մարդիկ են մահանում, բայց կոնկրետ 300,000 ամերիկացի մահանում են հենց քո գործնեության շնորհիվ։ Քո կառավարության անդամները յուրաքանչյուրը մի հատ նարկո բարոն է։ Ես վերացնելու եմ ձեզ, դու թշնամի ես ինձ, դու թշնամություն ես անում ինձ։ Տեսեք, եւ Մադուրոն ում դիմեց։ Ում դիմեց Մադուրոն, որ օգնեցեք փրկեք։ Երեք պետություն։ Ռուսաստան, Չինաստան եւ Իրան։ Ինչն է միավորում իրանց։ Հավատքը, կրոնը, ազգական կապերը, ընդհանուր լեզուն, ոչ մի բանը, բացի մի բանից, բռնատիրական ռեժիմները, իրանք շատ լավ գիտեն դա, իրանք օգտվելով մարդասիրական, ժողովրդավարության սկզբունքներով, երբ որ դա վերաբերվում է ինչ-որ մեկ այլ պետություն իրանց օգտի համար, բայց
վտանգավորության դեպքում իրանք նույն բարբարոսներն իրանք գիտեն դա։ Իրանք գիտեն, որ իրանք բարբարոսներ են եւ դա իրանք միավորում է։ Այս դրա մասին է խոսքը եւ այսօր երբ որ դուք հարց եք տալի թե ինչ բախում պետք է լինի։ Այո, քաղաքակիրթ աշխարհը, երբ որ մարդիկ կարողանում են կլոր սեղանի շուրջ նստել եւ իրար հետ ինչ-որ բան պայմանավորվել, հետագայում հավատարիմ մնալ այդ պայմանավորվածություններին, այդ բլոկը բախվում է բարբարոսների հետ։ Ովքեր ընդամենը ասում են, գիտեք, ինչ կա, սենց ենք ուզում այսօր զարթնել ենք, այս քեֆը սենց է բերում, սենց եմ անելու։ Վերջ։ Եվ ինչն է ամենավտանգավորը, դուք ասեք կամաց գանք մեր Հայաստանի մեր տարածաշրջանին, չէ՞։ Վտանգավորը այն է, որ մեր Հայաստանին իդեմս Նիկոլ Փաշինյանի կառավարության ներքաշում են այդ բարբարոսական համակարգի մեջ։ Այսինքն մեզ դարձնում են համահանցակից։ Այսինքն եթե մենք այս բլոկի մեջ ենք, եւ դա գիտեք ինչ կա, եւ դա ներկայացնում են իբրև բալանսավորված քաղաքականություն։ Հայաստանը ինչի դեմ ես բալանսավորում։ Քեզ ասում են դու կամ նամուսով աղջիկ ես, նամուսով ես, կամ փողոցային ես։ Դու ոնց կարես բալանսավորված, ասես ստե նամուսով եմ, ստե արդեն իրանց կանոններով կապ։ Դու որոշես դու ով ես։ Դու նորմալ մարդ ես, թե LGBT ես։ Բալանսավորված չկաս թե դու պետք է որոշես։ LGBT ես խնդիր չկա, գնա իրանց հետ։ Բարբարոս ես, գնա իրանց հետ։ Նամուսով ես, ուրեմն պետք է ամեն ինչ անես, թե դու հստակ պետք է ասես, ես նամուսով մարդ եմ։ Ես մարդ եմ։ Ես զոհ եմ։ Ժամանակին քաղաքակիրթ աշխարհը ինձ համար սահմաններ գծեց, տվեց Սևերի պայմանագրով արևմուտքը այդ ձևով եւ արևելյան սահմանները պայմանավորված էր, ասենք, այլ հանգամանքներով, դա մի քիչ խորքային պատմություն է։ Բայց մեր տարածքները խլեցին այդ նույն բարբարոս երկրները, ովքեր ցեղասպանությունը իրականացրել էին։ Լավ, դուք ուրիշ տեղ եք մտնում, որովհետև նամուսով լինել չլինել, եթե դուք թողնում եք մարդը ինքը որոշի, այդտեղ սուբյեկտիվ է որոշումը, կարող է նա ոչ բոլորները իրենց նամուսով են համարում եւ տվյալ դեպքում Պուտինը շատ վատ օրինակ են բերում, բայց նա էլ է համարում, որ ինքը ճիշտ է, դիմացինն էլ է համարում, որ ինքը ճիշտ է։ Լսեք, բայց կամ փաստեր, մենք ուրիշ տեսանք։ Կամ փաստեր խախտում են այս մարդը։ Հասկանալի է, ուրիշ տեսանկյունից դուք ուզում եք ասել ասում սա արևմտյան դուք ուզում եք ասեք, որ Հայաստանը կամա թե ակամա շարունակում է մնալ այդ ճամբարում։ Այո։ Պուտինյան ճամբարում։ Այո։ Պուտինյան չէ, ես կասեի ավելի շատ Սինձիպինյան, եթե անհատական ասում ես։ Դե հիմա եկեք այդ բառապաշարով խոսենք, այդ բաներով։ Ես ավելի մատչելի եմ բացատրում, աննամուց եւ այլն, որում մարդը ինքը գնահատի։ Մարդիկ հասկանում են դա։ Ես փոխաբերական իմաստով եմ դա ասում։ Համաձայն եմ, բայց որպեսզի մարդիկ ընկալեն, թե ինչ է ուզածներս, մեր կոնկրետ մեր կազմակերպության ուզածը։ Որ հստակ մենք պետք է կարողանանք, եթե չենք կարողանում իշխանություններին բացատրել, ապա գոնե գանք իշխանության հազորանանք այնքան, որ իշխանությունների որոշումների վրա կարողանանք ազդեցություն ունենանք եւ տանել այդ դաշտ։ Ձեր կազմակերպության անվանումը Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպություն է։ Դուք ասում եք Հայաստանը ինքը պետք է գնահատի։ Դեմ չեմ, այո, ճիշտ է։ Ինքը կարող է գնահատել եւ այս ճամբարի գործունեությունը եւ տալ գնահատական այստեղ է ուզում լինել, թե այնտեղ է ուզում լինել։ Բայց այդտեղ կարելի է համարել, որ դուք տալիս եք Հայաստանին ընտրելու, ինչ ասեմ, իրավունք, հնարավորություն, կարողություն, բայց շատերը ասում են Հայաստանը չի կարողանում, չի ունենում այդքան խիզախություն, գուցե նա գնահատում է, որ այս ճամբարը նամուսով չէ ձեր խոսքով ասելով, գուցե դա համարում է իր ելնելով իր ուրեմն արժեք համակարգից, համարում է, որ նամուսով չէ, բայց շարունակում է մնալ այդ աննամուս ճամբարում եւ չի կարողանում ոտքը գցի կամ մի ոտքը աննամուսի մեջ է, մյուս կողմը նամուսի մեջ է, նամուսովի մեջ է, ինչպես դուք ասում եք, տենց հնարավոր չի։ Հիմա եկեք տեսնենք Հայաստանը նախ առաջինը կարողանում է սթափ գնահատական տալ, ինչ բան է ձեր բառապաշարով աննամուս ճամբար,
Երկրորդը, եթե հանկարծ դուք համարում եք, որ ճիշտ գնահատական կտա այսօրվա իշխանությունը դրան, կկարողանա այդքան խիզախություն ուժ ունենալ իր մեջ, այդ անցումը աննամուս ճամբարից կատարել նամուսով ճամբար, ձեր բառապաշարը օգտագործելով։ Ես հասկացա ձեզ։ Ինձ թվում է ինգան է, որ դուք այս հարցադրումը անելուց հաշվի եք առնում մի բազմաթիվ ստվար, ասենք զանգվածի կարծիքը, ովքեր են արեստավորի բառապաշարով ասեն մալեքը ձեռները սվաղում են եւ այն անհարտությունները իշխանությունների լղոզում են ասելով որ ուժ չունի, հա, ասելով թե ուժ չունի, պետքա գնահատել էս այնը։ Մեր իշխանությունները այսօր հստակ կատարում են Կրեմլի ցուցումները, հստակ։ Դա արդեն ապացուցված է բազմաթիվ օրինակներով։ Այսօր անգամ տեսեք Նիկոլի գործողությունները ինչ որտեղ արդարացնող կամ ինչ որտեղ լղոզող, սվաղող կամ շատ սուր չարձագանքող ուժերը անգամ եւ անհատները այսօր հստակ կրկնում են մեր նարատիվները, որ փրկություն արևմուտքի մեջ է, որ փրկություն Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ համագործակցության մեջ է, այդ դուք ասում եք ուժը չպատում, որոշում է բան, սենց շուտ բաներ, բայց եղբայր մարդիկ, դուք հենց մի հատ կարակ օրինակ բերեք 3 միլիոնանոց որևէ պետություն աշխարհում, որևէ պետություն, որտեղ Ամերիկայի Միացյալ Նահանգների հզորագույն պետության երկրորդ դեմքը գա այդտեղ։ Կարակ տենց մի հատ օրինակ բերեք։ Այսօր Հայաստան Նենսի Փելոսին եկավ, ասաց ինչ անենք ձեզ համար։ Ասաց մեզ ոչ մի բան պետք չի։ Դա չկողմնորոշվելու խնդիր է, չէ, դա հստակ ռուսական թելը մանելու խնդիր է։ Որ այո, մենք աղբեջան գնար, ճամփետ գնաց, դա եկել ես մեզի քաշես տալի տարբերակներ։ Գնահատական չի տրվում, ոչ թե խիզախության, անխիզախության հարցեր, ընդ որում եթե կարելի գործակալ է եւ կատարում է։ Դուք ասում եք գործակալ է, ես էլ մի ուրիշ տեսանկյունից էլ փորձեմ այս հարցը որպեսի ավարտուն լինի։ Դուք նամուս, այսպես հակադրությունը դիտարկեցիք։ Իսկ հանցագործ բառը եթե օգտագործենք, հանցագործների ճամբար եւ այդ դեպքում մյուս ճամբարը ինչպես է գնահատվում, քաղաքակիրթ եք ասում երևի թե այո, ես քաղաքակիրթ եմ ասում, քաղաքակիրթ երևի որպեսզի հակադրության բանը լինի։ Հիմա մարդիկ դա ընդունում են ուղակի, հա, այ քաղաքակիրթ հլնայ են դեսես բաներ եղավ, սես բան, այո, լինում է, բայց տարբերությունը ինչու՞մ է։ Տարբերությունը երբ որ այնտեղ լինում է հանցագործություն, պարկեշտ վերցնենք քաղաքակիրթ երևի սխալ է։ Չէ, թեկուզ քաղաքակիրթը դա կոչվում է քաղաքակիրթ աշխարհ, որովհետև աշխարհում այսօրվա դրությամբ այդ բլոկը, այդ լագերը, ասենց ասենք, արևմտյան լագերը մաքսիմալ ձևով արտահայտում է քաղաքակրթությունը, մարդկության հասած արդյունքները, թեկուզ նաև հենց մարդու իրավունքների ոլորտում։ Լավ։ Թեկուզ նաև, այսինքն չնայած որ ընդել են լինում հանցագործություններ, բայց այդ հանցագործության դիմաց այդ մարդիկ բռնում դատում են։ Դուք կարող եք պատկերացնել Հայաստանի որևէ օլիգարխ դատվի, այսինքն հարկերը թաքցնելու մեջ եւ գնա ծերանոցում, ասենք, ծեր մարդկանց սպասարկի, ընդ ավել անի կամ ասենք իրանց սանիտար լուսաբանի դա որպես բարեգործություն, հա? Չէ։ Բա ինչ։ Բերլուսկոնին, այո, Բերլուսկոնին Իտալիայի նման հզոր պետությանը եւ քաղաքակիրթ աշխարհի ներկայացուցիչ, այո, ընդել կա հանցագործություն, բայց ապացուցեցին դատարանով տուգանեցին այդ կիսատ պռատ մուծումները արգրավեցին եւ Բերլուսկոնին քանի տարով 2 թե 3 տարով տարել էին ծերանոցում սանիտար էր աշխատում։ Այսինքն իրան որպես տուր։ Դուք պատկերացնում եք Հայաստանում տանեն օրինակ բերում, ցանկացած օլիգարխի անուն դուք ինքնիդ ձեր ճաշակով որ տանեն տես բան անեն։ Փողոցը մի օր 15 սուտկա ավելի։ Ստեղ այդ հանցագործությունը դա նորմա է։ Այսինքն դուք պետք է լինես հանցագործ։ Դու պետք է այն գրված օրենքները խախտես, որովհետև օրենքը կա գրված սովորական մարդկանց համար եւ
այդ քաղաքակիրթ աշխարհի հետ փող հարաբերվելու համար, որ ցույց տա, արա մենք էլ ենք ձեր նմանն, նայեք մեր մոտ գրած է, բայց իրականում գործում է չգրված այն օրենքը, որը դատավորը այսքան պիտի վերցնի, որ դատարանում մի տարի խաղելը այսքան արժի, որ տարածքը առնելը պետությունից կարծես թե այսքան արժի 40 բոլորը հանցագործ չերևացող ստվերային որը փոխհարաբերություններ են։ Սա է տարբերությունը։ Փորձում ենք ամփոփել առաջին հատվածը, դուք ուզում եք ասել, որ երեկվա հանդիպումը էլ ավելի մոտեցրեց այդ բևեռները այն գիտակցմանը, որ նրանք մոտեցել են շատ բարալիկ սահմանին, խաղաղություն, ընդհանուր եւ պատերազմ, առճակատում, հա, առճակատմանը շատ ավելի մոտեցրեց երեկվա, այո, համաձայն եք, եւ հաջորդը ինչ էինք մենք քննարկում, եւ այդ իրավիճակում, երբ արդեն ավելի է հստակ դառնում, որ ճամբարներ պետք է ձևավորվեն, Հայաստանը ավելի քիչ է ժամանակը մնում Հայաստանին կողմնորոշվելու այդ սահմանը, այդ անջրպետը, որը սահմանը գծվում է, որից հետո արդեն ճամբարները իրար դեմ դուրս են գալու, որ ճամբարում է գտնվելու Հայաստանը եւ կարծում եք, որ Հայաստանը շտապ պետք է ներողություն կողմնորոշվի։ Ինչ եմ ասում ներողություն, որովհետեւ շատ ենք խոսում այդ մասին, շատ ենք խոսում բալանսավորված, դիվերսիֆիկացիա եւ այլն, բայց հիմա դուք ասում եք, որ ժամ առաջ, եթե չկողմնորոշվի, ապա ինչ կլինի։ Համաձայն եք թե ոչ, որ մոտեցան արդեն այդ գծին, եզրագծին։ Շուտվանից էին մոտեցել։ Մենք միշտ սրա մասին ահազանգում ենք, հարգելի Գայանյան, միշտ ահազանգում ենք, եւ մենք ասում ենք ժամանակը շատ քիչ է մնացել։ Մեր դիրքորոշումից կապված էր նաեւ մեր հետագա գործողությունները։ Այսինքն դու պետք է ճիշտ կողմնորոշես, որ դրան վերաբերող, ասենք, ինչ-որ գործողություն անես, քո հասարակությանը պատրաստես, քո հանրությանը դաստիարակես, քո հանրության մեջ, ասենք, կանոնը մտցնես, այսինքն դիրքավորվես։ Ունեի ժամանակ դրա համար։ Ունենք, շատ ունենք։ Այո։ Հիմա գնալով այդ ժամանակ յուրաքանչյուր ձեր ստուդիայում իմ հաղորդման ժամանակ ասում եմ, գնալով քչանում է ժամանակը, գնալով էլ ավելի է բարդանում, հա։ Հիմա տեսեք, մենք ասում ենք քաղաք պաշտպանության մասին, սրանից մի 4 տարի առաջ, երբ որ մենք ձևավորվեցինք։ Պարոն Սալխանյան, կներեք, այդ թեմային, որ անդրադառնում եք, դրանից առաջ եկեք գովազդի դուրս գանք, գովազդային դադար հայտարարեմ եթերում, եւ այնուհետեւ շարունակեք, որովհետեւ ամփոփումը գալիս էր, այո, համաձայն եք, թե ոչ, որ կողմերը ավելի մոտեցան այդ բախման վտանգին, եւ այդ բախման դեպքում Հայաստանը պետք է որ կարողանա հասկանա ինքը որտեղ է գտնվում։ Լավատես լինելով հանդերձ, ես ասում այս բարակ շերտը մնացել է մաքսիմում, մոտ 1 տարվա այժմ գովազդ 1 տարի է 1 տարի այս բարակ շերտը 1 տարի Հայաստանին որ հասցնի կողմնորոշվել եւ բախման մաքսիմում 1 տարի կարող են։ Շնորհակալ եմ գովազդի եթերում սիրելի հայրենակիցներ, մնացեք մեզ հետ եւ ես տեսնում եմ հեռախոսազանգեր, անպայման կընդունեմ, կշարունակենք զրույցը Գագիկ Սարուխանյանի հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուլբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան շիփինգ, սենսացիա ստեղ, հա։ Այո, ճիշտ եք եկել։ Սանդրոցներ Երևան ուղարկելը $2.99 օթանավով։ Այո։ Իսկ եթե դոլար ուղարկես, դոլար ստանան։ Այո։ Իսկ որ տանեն տուն հասցնեն, էլի մի տոկոս, հա։ 2%։ Հրասա ծրի է, էլի։
Ժողովուրդ սենսացիա, ծրիա։ Նորդ Հոլիվուդ Գլենդել։ Ջակփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջակփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252 Ջակփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Գագիկ Սարուխանյանի հետ, Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպության համանախագահ։ Պարոն Սարուխանյան, մենք առաջին հատվածում այո եկանք հասանք նրան, որ արդեն ժամանակը ավելի քիչ է, ես ներողեղեք ընդհատեցի ձեզ, դուք նորից բարձրացրեցիք քաղաքապաշտպանության հարցը, որ այո ժամանակը քիչ է եւ դուք անընդհատ գրեթե ամեն մեր հաղորդման ժամանակ մի փոքրիկ հատված հատկացնում եք այդ հարցին մատնանշելու, այդ հարցի կարեւորությանը մատնանշելուն։ Ես ընդհատեցի ձեզ, շարունակեք խնդրեմ։ Ահա, շատ բարի։ Մա ես չեմ կարա այս ամբողջ process-ը եւս չկապեմ այսօրվա գործող իշխանությունների հետ, երբ որ դուք նախորդ հարցով ասեցիք գուցե վախենում են, գուցե չեն կարող։ Ես չհարցեցի, դա տեսակետներ եմ ես միշտ ներկայացնում, որպեսզի դուք կարողանաք այդ տեսակետների, Դա հարցադրումը ես չեմ ասում, պատասխանը տալ։ Դա ձեր միտքն է, ես այդ Դա չի որ ես։ Մի խոսքով հասկացանք, այո։ Հարցը բարձրացվեց։ Հիմա տեսեք։ Այսինքն այս փուլում, երբ որ մենք տեսնում ենք Պուտինը ընդ է սաղին շպրտում է կողմ, Տրամպը արդեն վերջնագիր է ուղարկում։ Էնի սենց արդեն դիրքավորվում են, աշխարհը տրմփում է, Հայաստանի խնդիրը մենակ, ասենք այդ եկեղեցիում տիրող, ասենքն 2 կամ 3 անձնավորություններն են, ովքեր ասենք դրժել են կուսակրոնության, ասենք այդ երթումը, այսինքն այդ էր այսօր անհրաժեշտ Հայաստանին, այսինքն մենք արդեն դուրս ենք եկել այն փուլը, արդեն փրկվել ենք եւ արդեն այդ կուսակրոնության բանը։ Գնահատականները երկրորդական են։ Այո, որ ասում են Ալիևի հրանգով, Փաշազադեի հրանգով է Նիկոլանում։ Չէ, հարգելիներս, սա ամեն ինչը կատարվում է ռուսական կայսրության հրանգով։ Կրեմլից հրանգներն եկել, խառնել Հայաստանը այն աստիճանի, որ ինքը ինքնուրույն գործոն այնուամենայնիվ անգամ այս փուլում ի վիճակի չլինի, որպեսզի Հայաստանի այս տարածքը, Հայաստան, այսպես ասած, ճակերտում միավոր որպես համաշխարհային կազմակերպության անդամ, հա, ՄԱԿ-ի անդամ, պետության այս տարածքը եւս շարունակի մնալ Կրեմլի ազդեցության տակ։ Այսինքն սա դիտավորյալ է արվում։ Ես հիմա հարց տամ։ Ինչու եք դուք ընկե, ասենք, մաքրում եկեղեցին, մենակ ումից, այսինքն պաշտոնապես ինչ մեղադրանք է առաջադրված, որտեղ պետությունը իրավունք ուներ միջամտելու։ Պաշտոնապես ինչ էր կատարվում։ Ընդամենը կուսակրոնության, ասենք, այդ երթումը խախտելու խնդիրն է, հա։ Այսինքն
այլ հանցագործություններ չկա իրաց վրա։ Այսինքն դուք ուզում եք ասեք, որ պարակտվում է հասարակությունը, դա Այո, դիտարկել, ծրագիր է, եթե դիտարկել։ առաջ նախկին ներկաների թեմայի շուրջ էին պարակտվում, հիմա դա արդեն թուլացել է, այդքան ակտուալ չի դարձել, եւ հիմա նոր պարակտման ավելի ուժեղ, որովհետեւ այո, այդ թեման իսկապես բոլորին խոցում է Շատ ճիշտ, զգացմունքները։ շատ ճիշտ է։ Եվ դա Շատ ճիշտ հասկացաք իմ ասածը։ նախընտրական շրջանում պարակտում մտցնելու լավագույն Այո։ գաղափարներ, Ոչ որ միայն իրագործվում են։ նախընտրական, նաև Եվ Փաշինյանը իրագործում է այդ Այո։ պարակտման ծրագիրը։ Այո, այո։ Եվ ոչ թե ստե միայն նախընտրական փուլում այս ամբողջը կատարելու խնդիր կա, այլ նաև Հայաստանը պահել պարակտված վիճակում, որովհետև այս պարակտությունն է բերում հնարավորություն ռուսական գործակալ Նիկոլ Փաշինյանի ազատ գործելակերպը ի նպաստ Կրեմլի այստեղ պահպանել այս վիճակը։ Սա այս վիճակը միայն ռուսական կայսրությանն է ձեռք տալի։ Նաև, ինչու՞ չէ, նաև թուրքական աշխարհի։ Այո, երկու աղբերներ իրար, բայց քանի որ իրանք հավատարիմ են իրանց ստորագրած պայմանագրին ռուսներն ու թուրքերը, որ սա ռուսական գոտի է, մնացածը թուրքերը իրանց գոտիում ինչ արել են, այս վիճակը իրանք հավատարիմ են այս բանին։ Պարզ է ձեր տեսակետը, ընդունենք հեռախոսազանգ։ Այո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Ալո, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Ալո, բարև ձեզ, Տիկին Արաքելյան, բարև ձեզ, պարոն Սարուխանյան։ Իմ հարցը կապված է մի դիտարկման հետ, որ արվեց եթերում, որ արևմուտքը չէր տեսնում, թե ինչ է կատարում 20 թվականին, գիտեք, մեզ ընդհանրապես Հայաստանում տարածված են ռուսական նարատիվները, որ արևմուտքը սխալ է, արևմուտքը վատ է, եւ հարցս մեկնաբանեք, խնդրում եմ հետեւյալ իմ դիտարկումը դրա հետ կապված այդ հնարավոր է, որ հիշենք մի բան, 20 թվականին պատերազմի ժամանակ Թրամփը արևմուտքը առաջարկեց սկանդինավյան այդ խաղապահներ Հայաստանին եւ Հայաստանը մերժեց։ Արևմուտքը օգնում է նրանց, ովքեր ուզում են օգնվել։ Եթե մենք չենք ցանկանում նրանք օգնեն, մենք մնացինք Ռուսաստանի ծիրի տակ։ Եվ դա երկրորդ անգամն էր, որ Նիկոլը մերժեց արևմուտքի ձեռքը։ Առաջին անգամ 18 թվականին Թրամփը առաջարկեց Բոլթոնի միջոցով զենքեր, դարձյալ Նիկոլը մերժեց։ Հաստատ հնարավոր է, պարոն Սարուխանյան, որ ոչ թե արևմուտքն էր քնած, որ 20 թվականին չէր տեսնում, թե ինչ է կատարվելու Ռուսաստանը հետագա միջան, այլ մենք էինք, որ մերժեցինք արևմուտքի պարզ մեկնած ձեռքը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, շատ լավ հարց ու ընդ որում ես ձեզ ասեմ մի բան, որ հարցի վերջում հենց պատասխանն էլ հնչեց։ Հենց դուք ինքներդ հարցը տվիք ու հնչեցիք նաև պատասխանը։ Ով կարող էր մերժել մի քանի նման առաջարկ Հայաստանին փրկող առաջարկներ։ Միայն Ռուսաստանի գործակալը։ Ես թե բալանսավորված քաղաքականության հետ բնավ ոչ մի կապ չունեցող խնդիր է։ Ներողություն, բայց ես մի հարց էլ լրացնեմ այս հարցին, որը հնչեց հեռուստադիտողի կողմից։ Հեռուստադիտողը ներկայացրեց պատերազմը սկսելուց հետո պատերազմի ընթացքում կատարված առաջարկները եւ մերժումները։ Ճիշտ է, զենքի տրամադրում եւ խաղապահների։ Հիմա մեր հարցը մենք որ քննարկում ենք, այո, ես չեմ այսպես ասած պակասեցնում դրա կարևորությունը, բայց մենք քննարկում էինք 2020-ի սկիզբը, դուք ասացիք Պուտինը սկիզբ դրեց 2020-ին, ճիշտ է, որովհետև իրեն պետք էր, եւ մեր հարցն է, քանի որ շատ է քննարկվում, թե ով այնուամենայնիվ Ալիևին տվեց այդ կարտ բլանշը սկսել պատերազմը, պատերազմի իմ հարցն էլ դա էր, եթե Պուտինը տվեց եւ այնտեղ կար ուժ չգործադրելու կետ, կար Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտը դեռ աշխատում էր, Միացյալ Նահանգները, արդյոք
աչքաթող արեցին այդ պահը։ Ոչ։ Արդյոք չնկատեցին, որ Պուտինը հերու գնացող նպատակներ, եթե ձեր տրամաբանությամբ նպատակներ կարող է հետապնդել, եւ ինչ որ ձևով ազդեին, որ պատերազմը չսկսվեր։ Հարց է սա, ոչ թե իմ համոզմունքն է, դուք գիտեք, ես հարցը տալիս եմ, որը քննարկվում է, լայն քննարկվում է։ Շատ ճիշտ հարցադրում, բայց մեր հարգարժան քաղաքացին, որ զանգեց հարցը տվեց, հենց դրա մեջ ինքը պատասխանը տվել է։ Ասում եմ օգնում են նրան, ովքեր ուզում է օգնություն։ Փրկում են նրան, ովքեր ուզում է փրկվել։ Այսինքն Հայաստանը եւս ներքաշված էր այդ ավանտյուրայի մեջ։ Դուք ուզում եք ասեք Հայաստանը եւս ներքաշված էր պատերազմ սկսելու ավանտյուրայի մեջ։ Այո։ Իրա գործակալների միջոցով։ Եվ Նիկոլ Փաշինյանի իր գործողություններով, եւ նախկին համակարգը, որը ասենք նախկին էին համարվում, բայց այնուամենայնիվ մնում էին դեր հատկապես գեներալիտետը, բոլորը ներգրավված էին իրանց գործողություններով Արցախը հանձնելու process-ի մեջ։ Վիզուալ այսպես ցույց էին տալի, որ իբր սա խառնվել են ուզում են փրկել, բայց իրականում բաց թողի վիճակի։ Ես այս գործողությունները Արցախում եւ իր հանձնման այդ process-ը ես բնորոշել եմ ղեկավարվող քաոսի իրավիճակ։ Այսինքն այդ քաոսը ղեկավարվում էր, թե ոնց անել, որ անտեր թողել, բայց կոնկրետ պատասխանատու չլինի, ոնց անել, որ սենց անել, բայց կոնկրետ պատասխանող չլինի, եւ արեցին։ Հետո էլ պատերազմից հետո բեմականացում։ Մեկը գցում է մյուսի վրա, մեկը գցում է մյուսի վրա, սենց հետքերը չես կարող գտնել, ծայրը չես կարող գտնել։ Սա հստակ կազմակերպված process էր, եւ ես ուզում եմ Նիկոլ Փաշինյանի բառերը հիշեցնել։ Դա իր բառերն է, համացանցում հստակ sense կտրվածքով ցույց էին տալի այդ մի քանի վարդը։ Ժողովուրդ, այդ Միսկի խումբը, այդ ինչ է հեգնելով եւ երբ որ հայտարարեց, որ մենք հրաժարվում ենք այդ Միսկի խմբից։ Այսինքն տղա ջան, ուրեմն դա միակ այն կառույցն էր, թեկուզ վատ աշխատող ըստ քեզ կամ ժողովրդի մի մասի, որ լավ չի աշխատում, իրանք ուզում են որ ավելի շատ ինչ-որ գործողություններ կատարել այդ Միսկին խումբը, թեկուզ վատ, բայց այն փրկության օղակներ, որ աշխատեիր հետը, հանգամանքները բերեիր, ամեն անգամ գնայիր, ստիպեիր, թեկուզ քիչ, կաթիլ, փրկության ինչ-որ բաներ, դու հրաժարվում ես, ասում ես չէ, դա լավ է, մեր ճակատագիրը մենակ Պուտին ապերը թող լուծի։ Այսօր էլ է այդպես։ Ձեր կարծիքով։ Այսօր էլ այդպես։ Գործակալը չի դատել, նա կիսատ պարատ գործակալ։ Այդ դեպքում նորից եկեք վերադառնանք մեր տարածաշրջան եւ այդ հարցին։ Եվրամիությունը այժմ շատ ակտիվ գործում է մեր տարածաշրջանում եւ Թրամփի ուղին եւս նրանք ուզում են այդ մարշրուտի մեջ ինչ որ մտնեն եւ ունենան իրենց դերակատարումը։ Ի տարբերություն անհատների, պետությունները մի քիչ այլ ձև են մտածում։ Մի քիչ ավելի համբերատար են պետությունները։ Տեսեք անհատների մակարդակով, երբ որ մեկին ուզում ես օգնես, մի քանի անգամ մեկնածը ձեռը մեկնում է, ասում ես դե ջանտամ գնա ինչ ուզում ես տալի, չէ՞։ Այսինքն մարդիկ փոխհարաբերությունը անհատների միջև։ Բայց պետությունները եւ փառք ասու որ այդպես է, անկախ նրանից որ իրանք առաջնորդվում են տվյալ երկրում պաշտոնական ներկայացուցիչի, ասենք, գործողություններով, ասում են Նիկոլ Փաշինյանը ներկայացնում է ժողովրդավար երկիր, Հայաստանը դեռ սենց են որոշել։ Ազգային ժողովն է սենց է քվեարկի, ուղղություններ կառավարությունը սենց է տանում, իրանք բան են։ Բայց այնուամենայնիվ իրանք հոգու խորքում, իրանք գիտակցության խորքում, իրանք գիտակցում են, որ հայ ժողովուրդը ինքնին, դա եվրոպական քաղաքակիրթ աշխարհին հարիր զանգված է, որ հայ ժողովուրդը մեղք չունի, որ ինքը այս պահին, ճիշտ է, որոշակի, ասենք այլ մեղավորություններ, բայց այս պահին ժողովուրդը մեղավոր չի, որ այդ ժողովրդին վերջացնենք առհասարակ։ Իրանք այնուամենայնիվ այլ գործողություններով պահպանում են հայ ժողովրդի գոյությունը։ Իրենք ով է։ Արևմուտքը։ Լինի դա Թրամփի ճանապարհը։ Իմ հարցս իշխանությունների բաններ, դիրքորոշումներ եւ իշխանությունները, Հայաստանի իշխանությունները այդ ճանապարհով ոնց որ թե գնում են, քանի որ խոսքը գնում էր Եվրամիություն, Հայաստանի Հանրապետություն, երկկողմ գործընկերության նոր ռազմավարական օրակարգ։ Ոնց որ թե։ Նա տեսեք այ ոնց որ թե ինքը հայտարարել է, որ ինքը արևմտյան արժեքների կրող է, ինքը ժամանակին անգամ այդ արևմտյան արժեքների կրելու իր նվիրվածությունը համեմատում էր
ԼԳԲՏ-ի համայնքի, ասենք, այդ մարդկանց հետ փոխհարաբերությունների դիրքորոշումներով, երբ որ ես Փարիզում եղա մի ռեստորանում, օֆիցիանտը մոտեցավ հայեր, ինքը այդ ձևեր, ինքը ասում էր հայեր, մենք պետք է հանդուրժողի։ Ինքը ուրեմն արևմտյան արժեքներին հավատարիմ մնալու հանգամանքը բերում է մենակ այդ ռակուրսով, որ իմանալով, որ դա մարդկանց այսօրվա Հայաստանի դաստիարակության մակարդակով ես նկատում ենթագիտակցության վրա կթողի վատ ազդեցություն, որ այս չի արևմուտքը այսենսներին պաշտպանող։ Տեսեք, այսինքն դա զարգացման աստիճանի հետ կապ ունի։ Բայց ինքը չի ասում, եկեք օրենքները համապատասխանացնենք, եկեք պաշտպանական համակարգ համապատասխանացնենք, ինքնապաշտպանություն, ասենք, քաղաքապաշտպանությունը համապատասխան, ինքը դրա մասին չի խոսում։ Ինքը խոսում է վերացական, ինչ-որ լոլոներ, մարդկանց ենթագիտակցության վրա ազդելու ինչ-որ բան, և ցույց տալով, որ խաղում է արևմտամետ, բայց ռեալ քայլ չկա։ Մեր հաղորդումը եթերաժամը ամենայն դեպս ավարտվեց և մենք փորձենք ամփոփել ուստի այս ամբողջ ինչ որ դուք ներկայացրեցիք, վկայակոչում է այն փաստը, որ Հայաստանը, եթե խոսում ենք ճամբարների մասին, ձևավորվում են ճամբարներ կամ ձևավորվել են ճամբարներ և դուք ասում եք բախում է լինելու ուրեմն ավտոկրատ երկրների և ժողովրդավար երկրների կամ այլ կերպ կարծեմ դուք ձևակերպեցիք, Հայաստանը ընտրել է ճամբարը, Հայաստանը գտնվում է ավտոկրատ երկրների ճամբարում։ Գտնվում է, այսօր փաստացի ձևա գտնվում։ Գտնվում է, քանի որ հապկում է եւ այլն եւ այլն։ Եվ դա։ Փաստացի դա հապկը դա Եվ կարծում եք իր նախասիրություններով, եթե այդպես կարելի ասել, իր համոզմունքներով եւ այո, այդտեղ է գտնվում։ Հազար ներողություն։ Եթե անգամ ինքը կտրուկ քայլ աներ, ասեր, չէ, մեր պաշտպանությունը միայն ստե է, ճիշտ, եւ դրա համար ինչ կարած կլներ։ Հիմնավորումներ բերեր, գոնե ինքնապաշտպանական ինչ-որ հարց կլուծեինք։ Բայց ինքը թողում է Հայաստանը կախյալ վիճակում, ոչ ստե ոչ ընդե։ Այնուամենայնիվ ճամբար չի ընտրված, գոնե դա ենք մենք արձանագրում, որ ախպեր ջան, ջանդամ, ասենք սա այս ճամբարի մաս ենք արդեն, դե Սարուխանյանին ու իր ընկերներին էր թող KGB-ի գործակալները ինչպես 100 տարի առաջ Գանտանից տանեն գուլագները, բայց Հայաստանը փրկվի, գոնե այդ ձև քայլ անի։ Անգամ այդքան խիստ գնահատականների դեպքում դուք ասում եք, որ Հայաստանը դեռ ճամբար չի ընտրել։ Չկա ճամբար։ Անճար վիճակի մեջ են։ Բայց ունենք ժամանակ կողմնորոշվելու։ Ունենք ժամանակ։ Եվ ասեմ ձեզ, Հայաստանի նման տարածքը, փոքր տարածքը, Ամերիկայի Միացյալ Նահանգների համար դա օրերի հաշիվ է, որ լրիվ անվտանգ սարքի։ Իր տեխնիկայով, իր ունակություններով ընդամենը պետք է ժողովուրդը ինքնակազմակերպվի, անդամագրվի կամ թեկուզ միանա, պարտադիր չէ այդ անդամագրությունը, ընդունի Հայաստանի ազատագրության համաշխարհային կազմակերպության ծրագիրը, մեզ բերի իշխանության, ժողովուրդը պետք է բերի, մենք չենք ասում, մենք ուզում ենք կռիվ իշխանության, մենք չենք կարող կռիվ տանք հին օլիգարխների եւ այսօրվա բռնատեր ռեժիմների, կռիվ չենք կարող, ժողովուրդը ինքը պետք է որոշի մեզ բերի իշխանության, մենք փրկության ճանապարհը դիտենք։ Շնորհակալ եմ պարոն Սարուխանյան, սիրելի ABC TV հեռուստատեսության հեռուստաընկերության հետևորդներ, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, մեր եթերաժամը ավարտվեց, իսկ եթե ցանկացողներ կան, ես տեսնում եմ հեռախոսազանգ կա, եթե լինի, ես կընդունեմ այդ հեռախոսազանգը, բայց արդեն մեր ուղիղ հեռարձակման պետք է հետևեք դուք։ Զրուցվար Մերգալյանի Առաքելյանը, բարին ընձեզ։ Պարոն Սարուխանյան, զանգ կար, մենք շարունակենք մեր զրույցը, ես ուզում եմ անպայման հարգել եւ ընդունել հեռախոսազանգը, եթե դեմ չեք իհարկե։ Այո, լսում ենք ձեզ։ Ալո, լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես ուզում եմ մի հարց տալ, պարոն Սարուխանյան, Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպությունը ում է, որ Հայաստանն է ուզում ազատագրի, դա ներկայիս Հայաստանն է, թե արևմտյան Հայաստանն էլ միասին։ Միացյալ Հայաստան։
Եթե Արևմտյան Հայաստանն էլ պետք է ազատագրի, ինչ միջոցներով եք ուզում ազատագրել, ինչ ուղղություն եք վերցրել։ Եվ եթե այդպիսի աշխատող ունեք Ամերիկայում, կարող են կապ տվել իր հետ եւ համագործակցել։ Շատ բարի։ Շնորհակալություն։ Այո, լսում ենք։ Շնորհակալություն հարցի համար։ Ես ձեզ ասեմ։ Այս վերջերս մենք տարածեցինք համացանցում Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպության ծրագիրը, հիմնական ծրագիրը եւ անցումային ծրագիրը։ Այսինքն սրանք տարբեր բաներ են։ Գուցե անցումային ծրագիրից որոշակի կետեր անցումային փուլից հետո նաեւ դառնան հիմնական ծրագրի մաս, բայց այնտեղ հստակ նշված է, որ Հայաստանը պետք է ազատագրվի եւ Հայաստանի սահմանները պետք է պայմանավորված լինեն ազգերի լիգայի կողմից ճանաչված սահմանները, որը միջազգայինորեն ճանաչված միակ իրավական փաստաթուղթն է Հայաստանի սահմանների հետ կապված։ Դա Սևրի պայմանագիրն է։ Հիմա հարցը հնչում է, ինչ միջոցներով։ Այո, հենց այն միջոցներով, որ մենք դառնալով քաղաքակիրթ աշխարհի մաս, մենք արդեն Հայաստանը չի ազատագրում դա, այլ այդ աշխարհն է ազատագրում իրեն պատկանող, այդ աշխարհին պատկանող հայաստանյան այս հատվածի այդ մասը։ Հիմա տեսեք, այսինքն ինչից դրդված պետք է Ամերիկայի Միացյալ Նահանգները Թուրքիայից անջատի մի մաս եւ տա ուշադրություն Ռուսաստանին, որտեղ Հայաստանը այսօր դիտվում է Ռուսաստանի վասալ տարածք։ Այսինքն ինչից դրդված, մենք ենք մեր ուղերների մեջ, դեռ անկախ ենք, էլի մենք դեռ անկախ չենք։ Այդ տարածքները միացնելով Հայաստանին, դե ֆակտո այդ տարածքները ուղղակի ինքը բախման մեջ է մտնում։ Իրան գոնե այսօրվա փուլում ինչ որտեղ հավատարիմ, որովհետև ՆԱՏՕ-ի այդ հանգամանք արդեն սկսում է մարել, որովհետև ՆԱՏՕ-ն նա ստեղծված է սովետական միության, սովետական լագերի դեմ, երբ որ սովետական լագերը չկա, այսօր ուրիշ լագերա ձևավորվում։ Թուրքիա, Ռուսաստան, տեսեք, արդեն հոգեբանորեն ավելի մոտ են Թուրքիան եւ Ռուսաստանը, քան թե Ամերիկան։ Բայց այնուամենայնիվ չուզենալով Թուրքիայի հետ առճակատման բախման հետ այս փուլում գոնե մտնելու համար ինքը ինչի պետք է Հայաստանի խաթր, Հայաստանի չէ, Ռուսաստանի խաթր։ Այսինքն երկու բռնատիրական ռեժիմներ իրար մեջ պայմանավորվել են, այս տարածքը կիսեն։ Այդ երբ ենք մենք բարձրացրել այդ հարցը, երբեք։ Ունենք 4 ղեկավարություն, Լևոն, Ռոբերտ, Սերժ, հիմա Նիկոլը։ Ոչ մեկ այդ հարցը չի բարձրացնում, ոչ մեկ։ Դա ուղղակի հենց այն ապացույցներից մեկն է, որ Նիկոլը եւս նախորդ երեքների նման ռուսական գործակալներ են։ Այս մնացած լոլոները, որ իբր թե Նիկոլը հենատեսեի կարեմտամետա քայլեր, ինչ քայլեր, ոչ բան չտեսա։ Մենք այսօր արձանագրեցինք, էնի մերժեցինի, չընդունեց, այն չընդունեց, այս էլ մի հատ էլ հանգամանք։ Որ այդ հարց ասում ախպեջան, այդ մարդիկ դնում են ասում են արևմտյան Ադրբեջան բառը, Իրիվան բառն են օգտագործում, Գյորգչային օգտագործում, նա չեն հելում, գիտականորեն, գիտնականներին դնեն, պարզ տանեն ազգային ժողովի դալիճից հայտարարություն անեն եւ դիմեն այդ իրենց ընտրած արևմուտքին, որ տեսեք ախպեր, այս մարդիկ հարցակում են պատրաստում Հայաստանի վրա, չի հնչեցնում։ Գիտես ինչի համար, որտեղ ինքը արխային է։ Ինքը գիտես ինչից է արխային։ Ասում ինձ մտածել պետք չի։ Ես վասալ եմ, ես գործակալ եմ, Պուտինս ինչ կասի դրոպին կանեմ։ Ինքը ինքնուրույն դիրքորոշում չի կարա դրսևորի, ոչ Նիկոլը, ոչ Նիկոլիկ որևէ կառավարության անդամ։ Նրանք ենթակա մարդիկ են։ Դրա համար եմ ասում, այս քաղաքացու պատասխանը, մերը այդ միացյալ Հայաստանի, նաև Արևմտյան, նաև Նախճիվան ու Արցախը միասին, այդ տարածքների Ես ճիշտ հասկացա առաջի հանրապետության սահմանների մասին է խոսքը։ Չէ, առաջի հանրապետության սահմանները չէ։ Ավելի ճշգրիտ ասեք, որպեսզի սխալտարը Սևրի պայմանագրի, ես կարամ կենտրոնները թելադրեմ։ Տրաբիզոն, Երզնկա, Կարին, Բիտլիս, Մուշ, Վան, Խարս, որն է։
Այսինքն ավելի ամփոփ Դուք Սևրն եք վկայակոչում։ Նախիջևան, նաև այստեղ աստեն Սա արդեն ուրիշ խոսակցություն է ստացվում։ այո, առաջի սխալվեցի էլիս կրկնեցի այդ ռուսական նարատիվը։ Հայաստանը չի կարելի համարակալել, չի կարելի։ Եվ դա ռուսական գործակալական ցանցի քծված նարատիվ է։ Լավ, 18 թիվ ասենք, 1918 թիվ ասենք։ 18-ից 20 թվականի ազատագրված Հայաստանի տարածքը դա արդեն ազգերի լիգայի կողմից ճանաչված այդ արևելյան մասի սահմաններն էր։ Արևմտյան մասի սահմանները ամփոփված էր Սևրի պայմանագրում։ Դրա համար այդ պայմանագրի քարտեզի մեջ արևմտյան Հայաստանի արևմտյան սահմանները նշված է, արևելյանը ոչ։ Այսինքն Հայաստան-Թուրքիա փոխհարաբերությունների կոնտեքստում էր այդ սահմանը տրված։ Արևելյան մասը դա արդեն ամփոփեց ազգերի լիգան, որ սա է։ Սրա մասին է խոսքը, եւ մենք պետք է հետամուտ լինենք։ Ով կարող է դա իրականացնել միայն Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Արևմուտքի օգնությամբ։ Որ դեպքում, իհարկե, եթե մենք դառնանք լիարժեք այդ աշխարհի անդամ, այդ աշխարհի ներկայացուցիչ, այդ ընտանիքի անդամ, Օրինակ ինչի պետք է, ես զարմանում եմ, ինչի պետք է Չինաստանը օրինակ կամ ինչ-որ մեկ այլ երկիր, նույն Ամերիկայի Միացյալ Նահանգները, ներխուժեն հյուսիսային եւ հարավային Կորեայի փոխհարաբերությունների մեջ եւ նշում հարավային Կորեայից խլեն ինչ-որ մի տարածք, ասեն սա հյուսիսային Կորեայինն է։ Անունը ինչ դնեն։ Այ որ հարավային Կորեան իրանց ընտանիքի անդամ է եւ այդ սահմանները ամուր պահում են, տեխնոլոգիաներով զինում են։ Հարավկորեական ապրանքները մենք տեսնում ենք, որ չեն զիջում, շատ դեպքում նաև գերազանցում են Ամերիկայի արտադրանքները, այսինքն այդ ընտանիքի անդամ են։ Մենք պարզ տեսնում ենք տարբերությունները։ Հիմա անունը ինչ պետքա դնի, որ Թուրքիայից վեգալի տա Ռուսաստանին այդ տարածքները։ Պարոն Շահոխյանյան, սա հետաքրքիր հարց է երևի առանձին հարցազրույցի կամ գուցե անգամ երկխոսության, դեբատի որևիցե մեկ այլ հյուր հրավիրեմ եւ այդ թեման քննարկվի, որովհետեւ այդտեղ Լոզանն են վկայակոչում, այդտեղ հիշում ենք այս թեման ինչպես է ներկայացվում։ Գուցե ինչ որ լրացուցիչ լույս սփռվի այս խնդրի։ Ես ներողություն եմ խնդրում Տիկին քաղաքացին նաև ասեց ոնց անդամագրվել, ես հարցի երկրորդ մասը, ես ձեզ ասեմ, ուրեմն համացանցում մեր կազմակերպությունը համացանցային, որովհետև այսօր մենք տեսնում ենք, որ համացանցով անգամ օրինակ Մադագասկարում հեղափոխություն են կարող անեն, այսինքն այսօր հաշվի առնելով մեր ֆինանսական հնարավորությունների սուղ լինելը, մենք չենք կարող գրասենյակներ վարձենք։ Մադագասկարում գրասենյակ չունեք, պարոն Շահոխյանյան։ Չէ, դեռ չէ։ Եվ համացանցային կերպով մենք ունենք տարբեր երկրներում պատասխանատուներ, որոնք զբաղվում են այս հարցերով եւ հիմնականում մեր գործունեությունը հիմնականում հետեւյալն է, որ մեր կազմակերպության անդամների միջոցով մենք կապեր ենք հաստատում տվյալ երկրների իշխանությունների կամ իշխանությունների վրա ազդեցություն ունեցող քաղաքացիների եւ շատ դեպքում ոչ հայ ազգի մարդկանց հետ լոբինգ է կան։ Այո, որպեսզի ասենք այս միտքը, այս իմաստը տարածվի։ Հիմա հերոստատիտողը հարցնում էր, գուցե դուք ինչ որ կայք նշեք, այո, համացանցով, կայք գոյություն ունի, ինչպես գտնեք։ Ազատ Հայաստան, կայք կա։ Ազատ Հայաստան, կարմիր դրոշով, մեր կազմակերպության դրոշը, իդեպ Տիգրան Մեծի դրոշն է, այսինքն կարմիր ֆոնի վրա երկու արծիվ, ու ընդ որում ես ուզում եմ անպայման նշել ինչու է հենց այդ, որովհետև այդ արծիվների թևերը բացված չեն, այսինքն ինքը դեռ մարտական տրամադրությամբ չի այդ արծիվը, այլ թևերը ծալած երկու արծիվ նստած են իրենց բունը, բունի մեջ են, այսինքն մենք դրանով արձանագրում ենք, որ սա արծվատունն է, ոչ թե ինքը սավառնում է ինչ-որ եսի որտեղ, այսինքն ինքը տան մեջ է արծիվը։ Եվ դեռ ժամանակ կա, որ թևերը Եվ դեռ ժամանակ կա, որ այո, այդ բունը մենք բերենք տեղ։ Շնորհակալ եմ, պարոն Շահոխյանյան, շնորհակալություն։ Սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ հիշեցնեմ, որ մեր զրուցակիցներ Հայաստանի ազատագրման համաշխարհային կազմակերպության համանախագահ Գագիկ Սարուխանյանը, զրուցվար մեր Գայանե Առաքելյանը։ Բարին ձեզ։